Իրանը տարածաշրջանում էսկալացիայի վտանգ է տեսնում։ Արտգործնախարարի պաշտոնում առաջին անգամ Երևան ժամանած Սեյեդ Աբբաս Արաղչին այսօր հույս հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության համաձայնագիրը։ Մի քանի անգամ կրկնեց Թեհրանի արդեն տարիներ շարունակ հնչող տեսակետը։ Իրանն աջակցում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը եւ դեմ է ցանկացած միջազգային սահմանի փոփոխության։ Խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանում երկխոսությամբ, առանց ուժի կիրառման։ Armenistan və Azərbaycan həmayət میکنه. Գտնում ենք, որ Կովկասի խաղաղության եւ կայունության համար այդ համաձայնությունը շատ կարեւոր է։ Այդ հարցը շատ կարեւոր է նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար եւ հուսով ենք, որ այն խնդիրները, որոնք գոյություն ունեն, շուտով կլուծվեն եւ համաձայնագիրը կստորագրվի։ Էսկալացիայի վտանգը տարածաշրջանում գոյություն ունի եւ մենք հույս ունենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում այդ վտանգները նվազագույնին կհասնեն եւ մենք ականատես կլինենք կայունությանը, որը բխում է բոլորի շահերից։ Սյունիքով Միչանցքի գաղափարից Ադրբեջանը չի հրաժարվում։ Հայաստանի իշխանության առաջարկած ապաշրջափակման տարբերակն ամիսներով անպատասխան է թողնում։ Հարցին ինչ քայլերի կդիմի Իրանը, եթե Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով հարցը լուծել, իրանցի պաշտոնյան պատասխանեց՝ դրան դեմ են։ Կարծում է Հայաստանի իշխանության առաջարկած խաղաղության խաչմերուկը մեծ հնարավորություն կստեղծի Հայաստանի ու Իրանի հարաբերությունների զարգացման համար։ Մենք գտնում ենք, որ խնդիրները տարածաշրջանում պետք է լուծվեն երկխոսության եւ դիվանագիտության միջոցով եւ դեմ ենք տարաձայնությունները լուծելու համար ցանկացած ռազմական քայլի։ Հաղորդակցությունների եւ տրանզիտային ուղիների բացումը ընդունելի է, բայց դրանք պետք է լինեն երկրների ինքնիշխանության ներքո, պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը եւ ազգային օրենքները։ Իրանը միանգամայն կողմ է, որ տարածաշրջանի երկրները օգտագործեն հաղորդակցության եւ տրանզիտային ուղիները, բայց ինչպես նշեցի, միջազգայինորեն ճանաչված սահմանների հարգման եւ երկրների ազգային ինքնիշխանության շրջանակներում։ Բացի սրանից որևէ այլ ուղի ընդունելի չէ։ Ինչպես եւ Իրանի, այնպես էլ Հայաստանի համար մեր պետությունների միջև սահմանի անկախտելությունը ունի կենսական նշանակություն։ Հայաստանի արտգործնախարարն ասաց, այս պահին չկա ըմբռնում, որտեղ եւ երբ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարած Բաքուն անմիջապես էլ պայմաններ դրեց դրա ստորագրման համար։ Ինչպես ձևակերպեցին, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող Հայաստանի սահմանադրության փոփոխություն, տարիներով Ղարաբաղյան խնդրով զբաղված Մինսկի խմբի լուծարում։ Վերջինին Երևանը դեմ չէ։ Իշխանությունը եւ պնդում է սահմանադրության փոփոխությունը ներքին հարց է, Բաքվի պահանջը չի կատարում եւ հայտարարում է, որ նոր սահմանադրությունը չպետք է վտանգի խաղաղության պայմանագիրը։ Արարատ Միրզոյանը այսօր կրկնեց, Երևանը պատրաստ է հնարավորինս արագ դնել իր ստորագրությունը պայմանագրի տակ։ Հայտարարություն, որ հայկական կողմը անցած 12 օրերին բազմիցս է արել։ Բաքվից սակայն լուռ են, զուգահեռ Հայաստանին մեղադրում էին իր դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ։ Երևանը այս պնդումները կեղծ է որակել։ Ադրբեջանի հետ եղել են արդեն խորհրդակցություններ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասով։ Կա համաձայնություն, երբ կստորագրվի, թե Բաքուն չի հրաժարվում նախապայմաններից եւ այդ դեպքում ինչ է անելու Երևանը։ Ազատությունը հարցրեց Միրզոյանի։ Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել։ Իրավացիորեն նշեցիք, որ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ եւ դրանից հետո արդեն նորից Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում, պատկերացնում մինչև զուգահեռ կամ հետո խաղաղության համաձայնագրի ստորագրումից, ինչ պետք է անենք հարցնենք, պետք է շարունակենք աշխատել, բանակցել եւ գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ լուծումներ եւ երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ, այլընտրանք ուղղակի չկա։ Իրանի արտգործնախարարն այսօր հայտարարեց, որ Թեհրանը դեռ չի արձագանքել ԱՄՆ նախագահի նամակին, բայց պատասխանը պատրաստման փուլում է եւ կուղարկվի։ Այս ամիս Դոնալդ Թրամփը Թեհրանին 2 ամիս տվեց որոշելու նոր բանակցությունների մեջ կմտնի, թե կբախվի ավելի խիստ պատժամիջոցների։ Ազատությունը հետաքրքրվեց, Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել։ Ամերիկայի հետ բանակցություններում մեր դիրքորոշումը հստակ է։ Մենք ճնշումների ու ռազմական սպառնալիքների, տնտեսական պատժամիջոցների խստացման պայմաններում Ամերիկայի հետ չենք ունենա ուղիղ բանակցություն, բայց Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ պատրաստ է իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ թափանցիկություն ստեղծելու համար բանակցել։ Հենց հիմա էլ մենք եվրոպական 3 եւ շահագրգիռ մյուս երկրների հետ ունենք բանակցություններ, եւ ընդհանուր առմամբ մեր միջուկային ծրագրի հարցով մենք երբեք չենք լքել եւ չենք
ժամանակի բանակցությունների սեղանը։ Երևանում այսօր նաև տեղի ունեցավ Իրանի արտգործնախարարի բանակցության ուժը գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որի նախաբանը պարզվեց գրել է Արարատ Միրզոյանը։